Նոր տարվա սեղանի պատճառով փորս էլ մեջը չի տեղավորվում, ասեց ինձ պատվիրատուս։ Վերնաշապիկը շատ քիպ է վրան և հիմա մենք կփորձենք դա շտկել։ Եթե դուք էլ ունեք այս նույն պրոբլեմը, կարող եք կրկնել իմ հետևից։ Բացում ենք կողքի կարելուրը մոտ 10-ից 15 սանտիմետր և կարում ենք ցանկացած լենտ, իմ դեպքում կիպեռնի լենտա է, կիպեռնի լենտը շատ ավելի հարմար է կարել, որովհետև այն չի սահում, կիպեռնի լենտը մասնագիտացված է և հարմար է կարելը, բայց եթե կիպեռնի լենտ չկա, հոգ չէ, կարող ենք օրինակ ատլասե ժապավեն կարել, ես նույնպիսի ձևափոխումը ատլասե ժապավենով եմ արել, ուղղակի ատլասե ժապավենը շատ ավելի դժվար է կարելը, հաճախ փխնում է կամ ծուռ է կարվում կամ փոթ է տալիս, իսկ կիպեռնի լենտը շատ հոյակապ կարվում է։ Կարում ենք երեսի վրա, այսինքն շիտակ երեսին դրած երկու կողմից, այսինքն մի ժապավեն կարում ենք ճեղքի մի երիզին, մի մասին, մի ժապավեն կարում ենք ճեղքի մյուս երիզին, երկու ծայրերն էլ թե վերևից, թե ներքևից կտրում ենք թեք լենտի, ինչպես տեսնում եք, և վերջում, երբ որ կարում վերջացնում ենք, մոտավորապես կես սանտիմետր նորից կարում ենք, ճեղքը փակում ենք, գալիս ենք այդ կարած մասի վրա, հետո արտուկում ենք դեպի ներս, թարս երեսի վրա և շիտակ երեսից երկու կար ենք տալիս, իրար շատ մոտիկ, այնպես ինչպես ցույց եմ տալիս վիդեոյի մեջ, և վերևում ճեղքի վերևի մասը ամրացնում ենք, որպեսզի ընթացքում ճեղքը չբացվի և վերջում կարում ենք եզրը, փակում ենք կարը։ Եվ ունեմ ևս մեկ ձևափոխություն, հեշտական ջինսն է, մոտավորապես 2 ամիս էլ չկա ինչ հագել են, բայց արդեն ճեղքը կա։ Նույն ձևի ինչ որ անցած անգամ էր, դնում եմ դուբլերինը, կարում եմ վրայից, գրեթե չի էլ երևում որտեղ է։ Այսպիսի ժիլետ եմ գործել և իմ գործած ժիլետի այս ծայրի հատվածը անընդհատ ոլորվում է, ես ուզում էի ինչ որ ձևով ձևափոխել ու տեսա Շանելի պիջակների և սառոջկաների այս ցեպը կարելը փեշի ու որոշեցի ինքս էլ կարել, ուրեմն վերցրել եմ կասեբեյկա կոժնի, անցնում եմ ցեպի միջով, ավելի է նմանվում Շանելի ցեպին ու հետո այս ցեպը կարելու եմ իր եզրով, ժիլետի եզրով եմ կարելու, անցնելն էլ է բավականին հեշտ, ոչ մի դժվարություն չկա, ուրեմն ծայրերը փակելու համար, որպեսզի չբացվի, օգտագործում ենք սովորական կլեյ կարանդաշը, սովորական մատիտ կլեյները, ասեմ, որ արհեստական էկո կամ կորսամի վրա ինքը այդքան էլ լավ չի պահում, բայց բնական կաշին հոյակապ կպցնում է։